Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 27-ի համար, օրը երկուշաբթի է, և այստեղ քարտ եմ ավելացրել, սա հրեշտակի քարտն է, ամեն մեկի համար, յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար կհանեմ մեկական քարտ և տեսնեմ ինչ խորհուրդ են տալիս, ես էլ չգիտեմ ճիշտ ասած ինչ խորհուրդներ կան ներսում, երեկ արդեն ցույց եմ տվել այս քարտերը, բավականին վառ քարտեր են, ես եմ հենց ընտրել տարբեր գույների և ձեզ համար է հաճելի այսպես վառ տեսնելը, որովհետև կան բավականին շատ հրեշտակների քարտեր, որոնք մի քիչ ուրիշ ձև են, դա սա ընտրեցինք, յուրաքանչյուրին մեկական քարտ և սա իսպաներեն է, այստեղ գրված, բայց նաև իրենք համարակալված են և ըստ համարների նաև մենք հետո կնայենք հատուկ միայն հրեշտակի խորհուրդ տեսանյութը, դա արդեն մեկ այլ տեսանյութ է, կոնկրետ հստակ հրեշտակի համարով և ըստ այդ հրեշտակի համարով կհասկանանք, որ հրեշտակն է ձեզ հյուր եկել և ինչ է ուզում ասել ձեզ այդ ամսվա համար, դա արդեն նոյեմբեր ամսվա համար կլինի, իսկ հիմա ուղղակի նախ փորձնական տեսնենք ամենօրյայի հետ ինչպես է դա լինում, որովհետև գիտեք, որ հնարավոր է նաև ամենօրյաները դուրս գան, այսքանը, դնենք մի կողմ և կնայենք խոյերին, ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 27-ին, Հարգելի խոյեր, առավոտյան բավականին շուտ կարթնանաք, ինչ-որ գործեր կարծես թե ունեք, կամ երկար եք քնելու, երկուսն էլ այստեղ առկա է, ոմանց մոտ նաև առավոտյան ինտիմ հարաբերություններ, և ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ոմանք ձեզ սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև ձեզ սիրված կզգաք, միգուցե ձեր ցանկությունները, որ կատարվում են դրանից են, նաև միգուցե ձեր հարազատների շրջապատում եք, և տեսնենք ինչ խորհուրդ է տալիս ձեզ հրեշտակի քարտը, սա խառնում եմ, որովհետև առաջին անգամ է, հետո չեմ խառնի, ուղղակի կհանեմ, ինչ խորհուրդ է տալիս խոյերին, և իհարկե այս քարտը ձեզ ասում է, որ թողեք ամեն ինչ Աստծո ձեռքերում, խորը շունչ քաշեք և արտաշնչակ, մոռացեք խնդրի մասին և թողեք այն Աստծո ձեռքերում, որպեսզի նա գտնի պատասխանները և բուժման լավագույն ճանապարհը, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, երկարում է այսպես տեսանյութը, կմտածենք, գնայինք ցուլերին, ինչ
Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կունենաք, տեսնենք նաև ինչա խորհուրդ տալիս, հետո նոր շարունակենք։ Հանդիպում կամ շփում կունենաք այդ օրը ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական շփում կամ ինչ-որ մի բան, օրինակ ես այդ օրը ֆորում ունեմ, ինչ-որ նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք։ Ուրեմն եւ հրեշտակը ձեզ խորհուրդ է տալիս, որ եւ մարդիկ ունեն եւ արական եւ իգական սեռի էներգիաներ։ Եվ այդ էներգիաները պետք է ձեզ մոտ հավասարակշռություն մտցնեք։ Թող ձեր կանացի կողմը ոգեշնչի ձեր ստեղծագործականությանը, ավելի կանացի լինելու։ Իսկ տղամարդկային կողմը կտա ձեզ ինքնավստահություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ես արդեն տեղադրել եմ, մշտապես այդպես կտեղադրեմ, եթե ցանկանում եք նայել ինչպես եմ տեղադրում, մի փոքր կարող եք առաջ տալ, տեսնեք։ Ուրեմն, այդ օրը օձեր կան, չար լեզուներ, չար խոսակցություններ, բամբասանք, եւ գումար կստանաք այդ օրը, միգուցե գումար եք ստանում ինչ-որ պատճառը դա է, հա, այդ խոսակցության, որ ձեզ կարող է աշխատավարձ ինչ-որ բոնուս են տալիս, դա է ինչ-որ բամբասանքի առիթ է դառնում։ Նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաեւ հյուր կունենաք կամ դուք գնաք հյուր, հույսն է այդ ինչ-որ բանի վրա եք դրել, բայց կարծես թե այն չի լինում, կամ ինչ-որ մեկի վրա եք դրել, հույսն է այդ ոչ ոքի վրա մի դրեք այդ օրը, որովհետեւ դա ձեզ ցավ է տալու, ոչ ոք ոչինչ չի անելու, հա, հույսն է դրեք հենց անձամբ ձեզ վրա։
Եվ երեկոյան ամեն ինչ նորմալ է լինելու ձեզ մոտ եւ երջանիկ կլինեք։ Իսկ հրեշտակը ձեզ հուշում է մաքրում եւ դետոքսիկացում է նշանակում այս քարտը։ Ժամանակն է ձեր կյանքից վերացնել ֆիզիկական եւ էներգետիկ տոքսիները, այսինքն դա նաեւ նշանակում է մարդկանց, ովքեր որ նման բան են բերում ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը կամ դուք եք հյուր գնալու, կամ ձեզ հյուր կգան։ Այստեղ օծեր կամ բամբասան, գուցե հյուրը գալիս է եւ բամբասում է անընդհատ։ Նաեւ ոմանք աշխատանքի կընդունվեն կամ հաջողություն կունենաք ձեր աշխատանքում, բիզնեսում կամ առաջ կտանեք դա։ Նաեւ հանդիպում պետական աշխատողի հետ։ Եվ այնինչի վրա հույսն է դրել եք, դա կիրականանա, դա կկատարվի հաջողությամբ, այնպես որ ինչպես դուք եք ուզում։ Որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, հնարավոր է դա վերաբերվում է այստեղ յուրաքանչյուր ամիս ինչ որ հարցեր ունեք, դրան է վերաբերվում, կամ ինչ որ բան է վերջանում, գուցե 1 ամիսեր արդեն տևում էր այդ ինչ որ հարց եւ դա ավարտին եք մոտեցնում։ Վերջապես լուծում եք այդ խնդիրը։ Իսկ հրեշտակը ձեզ խորհուրդ է տալիս, հա, սա կոչվում է հրեշտակ քարտը իհարկե, կրոնական կամ նաեւ հոգեվոր հաղորդակցություն։ Միացեք համախոհ մարդկանց խմբին, որպեսզի խթանեք ձեր հոգևոր աճը եւ ընկերներ ձեռք բերեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում ամուսներին հոկտեմբերի 27-ին։ Ինչ է սպասվում ամուսներին, սա ձերը չի, հոկտեմբերի 27-ին։
Հարգելի արուսներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, բիզնես առաջ կտանեք, ձեր աշխատանքը ավելի շատ կլավացնեք։ Նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Ձեզ սիրված կզգաք, ոմանց սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք, ձեր հարազատների շրջապատում կլինեք կամ աշխատանքի վայրում ձեզ շատ լավ կվերաբերվեն, այդպես դուք ձեզ շատ լավ կզգաք։ Ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, միգուցե դա է հենց պատճառը, որ ձեզ լավ եք զգում։ Նաև թաքուն գործողություններ են, սա ինչ-որ գործողություններ կարող եք անել։ Հեռախոսազանգ այդ օրը կունենաք կամ դուք կզանգարեք, ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք, բայց դա ձեզ հաջողություն է բերելու, դա նշանակում է արդեն ինչ-որ մի բանը տալիս եք ուրիշին։ Հաջողությամբ արել-ավարտել եք, եւ տալիս եք արդեն ուրիշին։ Ոմանք ժամադրություն կունենան արդեն այստեղ սիրային ընդհանուր առմամբ այստեղ շատ է սերը։ Գուցե նորից սիրահարվում եք, ոնց որ երեք Facebook-ում կարդացի, որ 10 քանի տարի ամուսնությունից հետո նորից կրկին սիրահարվում են իրար վրա, այսինքն ինքն էր սիրահարվել, այ կինը։ Ամեն ինչ հնարավոր է, նորից ոնց որ ինչ-որ մի նոր բան է արթնանում ձեր մեջ, դուք դա զգում եք։ Նաև սա նաև ժամադրությունը, պայմանավորվածությունը ձեր հարազատ մարդկանց հետ։ Եվ այստեղ առիթ կա, միգուցե պայմանավորվել եք, որպեսզի գնաք եւ այստեղ անակնկալներ եք անում, խոսում եք աշխատանքում, որ ձեզ ավելի շուտ բաց թողնեն այստեղ եւ ձեզ բաց են թողում ոչ մի խնդիր չստեղծելով եւ այսպես գնում եք դուք ձեր առիթին, հա, դա ոմանց համար։ Եվ կամ ձեր տանն այդ առիթը կամ պետք է գնաք, դե մար պայմանավորված եք ձեր հարազատ մարդկանց հետ։ Նաև երեկոյան ցույց է տալիս տանն եք ընտանիքի անդամների հետ, դες լավ եք զգում, կամ տան հետ կապված ինչ որ բաներ կա, երեկոյան գնում եք տուն նայելու օրինակ։ Իսկ հրեշտակը ձեզ ասում է, հա, սա այս քարտի անունը առաջընթաց ոչ թե կատարելիություն։ Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։ Կամ մի դատեք ինքներդ ձեզ, փոխարենը կենտրոնացեք ձեր սովորածի եւ առաջընթացի վրա։ Այնպես որ նաև այստեղ եւս նմանատիպ պահեր կան աշխատանքի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 27-ին։
Հարգելի կույսեր, մի նայեք ինչ հետաքրքիր հեշտակի քարտ է ընկել, երևում է մի փոքր, էներգիան է սա, էմոցիաները մարդու, այդ օր ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, ինչ որ մեկին եք սպասելու, կամ հեռախոսազանգ եք սպասում, կամ որ գա, կամ սպասում եք միասին հետո տեղ գնաք, Նաև այդ օր ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք, որովհետեւ հնարավորություն, նաև նորություն կլսեք, տեղեկատվություն, կամ նվեր եք պատրաստում ինչ-որ մեկի համար, կամ ձեզ կարող են նվիրել այդ օրը հանդիպում ունեք նաև ձեր մտերիմ անձնավորության հետ։ Միգուցե իրար քաղցրավենիք եք տալիս կամ նմանատիպ ոչ մի բան։ Եվ այստեղ ձեզ թույլ տվեք Հա ձեր հրեշտակն է ասում, ձեզ թույլ տվեք ձեր էմոցիաները ոնց որ կամ արտահայտել կամ զգալ այդ էմոցիաները։ Ձեր զգացմունքների ամբողջ սպեկտրը կարևոր ուղերձներ եւ խորհուրդներ է ուղարկում ձեզ։ Այսինքն թույլ տվեք ձեզ լիարժեք այստեղ, եթե այնտեղ ուրախություն ունեք, միգուցե դրա մասին է խոսքը, որ ձեր զգացմունքները, ձեր էմոցիաները ավելի վառ արտահայտեք, հա թույլ տվեք ձեզ այդպես ապրել թեկուզ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 27-ին։ Ես այդպես է գիտեի հարգելի կշերքներ, իրոք եմ ասում, ես վստահ էի, որ այս հրեշտակի քարտն է ձեզ դուրս գալու, ես ուզում էի ընթացքում ասել, երբ որ արևը տեսա, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է ծնունդ է, կնունք է կամ ինչ-որ մի բան է իրենց մոտ տեղի ունենում, միգուցե հղիություն է, ծննդաբերություն է, միգուցե իրենց ծնունդն է, ինչ որ ձեր տանը կամ պետք է գնաք, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, նվերներ են այստեղ կամ դուք կգնաք կամ դուք նվեր կստանաք, հեռախոսազանգ կունենաք, մարդկանց եք սպասում, որ գան կամ դուք կգնաք ճանապարհ, նորություն կլսեք եւ ինչ որ տանը առիթ է։ Նա կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին։ Եվ այստեղ նույնն էլ, ինչպես որ կույսերին ասեցի, նույնն էլ ձեզ եմ ասելու, որ թույլ տվեք ձեր էմոցիաները արտահայտել, զգալ ձեր իրական էմոցիաները, նաև ձեր զգացմունքների ամբողջ սպեկտրը կարևոր ուղերձներ եւ խորհուրդներ է ուղարկում ձեզ։ Դե հենց խորհուրդը նա է, որ լիաթ հոգ ուրախացեք, այդպես կարելի ասել, այն էմոցիաներին ազատություն տվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։
Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի կարիճներ, այստեղ ինչ-որ առավոտյան, ինչ-որ սիրային թեմայով, որ це գաղտնիք կբացահայտվի, բայց դա ձեզ ցավ է տալիս։ Միգուցե իրոք չեք պատկերացնում, որ տվյալ անձնավորություն ձեզ սիրո հետ կապված առաջարկություն կանի, կամ որևիցե գաղտնիք է, որը որ ձեզ այդքան էլ դուր չի գալիս։ Նաև այստեղ տանը կարծես թե հիվանդ մարդ կա, պարկած է, կամ այդ օրը կարող է իրեն վատը զգալ, պարկել, միգուցե նաև կարիք լինի տանեք հիվանդանոց կամ տանեք բժշկի։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, կարող է իրոք գնում եք բժշկի կամ սա նաև ուսման հետ կարող է կապված լինել, գնում եք այնտեղ, բայց կարող է հիվանդը չի գնում, դուք եք գնում, զանգահարում, այստեղ ինչ որ հարցեր պարզում, որ չի գալու դասի կամ նմանատիպ ոչ պահեր կարող են լինել։ Նաև ուղղակի ինչ որ կողապետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ ձեզ գլխացավանք են դարձրել, միգուցե տան հետ է կապված դա, վարկ, հարկ, հիպոթեք եւ այլն, ինչ ասես հիմա կա։ Նաև վարձը տալը եւս, հա, կարող է ինչ որ խնդիր է եւ կարող գնում եք վարկ վերցնեք կամ նման որևիցե հարցեր։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Իսկ հրեշտակը այստեղ հենց հրեշտակի այս քարտի անունը նաև ընդհանրապես վերևում գրված է դու հասկանում ես։ Եվ աղոթքներ, որոնք պատասխաններ են գտնում։ Դա է քարտի անունը։ Ձեր հիանալի աշխատանքը բացել է լուծումների եւ աստվածային աջակցության դուռը, այնպես որ սպասեք Աստծո կողմից աջակցության ձեր կատարած աշխատանքների դիմաց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 27-ին։
հարգելի աղեղնավորներ, այստեղ տեսեք ինչ վառ քարտ է, չնայած եղանակը մի փոքր մռայլ է, այսօր այստեղ չնայած դրա համար մի փոքր մռայլ ենք տեսնում։ Մոտեցնեմ դες տեսնեք ինչքան վառ քարտ է։ Եվ շատ լավ բան է նշանակում։ Այդ օրը նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Այստեղ կարող է գլխացավեր են, ճնշման տատանումներ են, իսկ գիտեք ինչու է լինում ճնշման տատանումներ, հատկապես մեծահասակների մոտ, որովհետև մեր մեծահասակները չեն սիրում մի փոքր 40-ից վերև, այսպես հա իմ տարիքից հետո նստում են նստակյաց կյանք, sense տատիական եւ մինչեւ 70-80 տարեկան այդպես նստում եւ նստակյաց կյանք են վարում։ Ինչքան էլ որ աշխատեք, հա դա ոչինչ չի փոխում այս պարագայում։ Դուք պետք է ավելի ակտիվ լինեք։ Աշխատանքը կարող է լինի նստակյաց է կամ ինչ որ մի պահ է, միևնույնն է։ Պետք է շատ շարժվեք, որ արյունը լավ շրջանառվի, որովհետեւ երբ որ դուք նստած եք լինում, հետո ուզում եք ինչ որ մի բան անեք, այդ ժամանակ միանգամից ճնշման տատանումներ եք ունենում քաղցրից հետո, որոշ պահեր ուտելուց հետո, այն որոշ բաներ ուտելուց հետո, որովհետև արյունը շրջանառվելուց մինչև չի հասնում ուղեղ եւ դա է հենց պատճառը, որ ճնշում է լինում եւ ես մի կին գիտեի, որ ճնշումը բարձրանում էր, ինքը արդեն վախ ուներ, որ հեսա կմահանա։ Ինքը բավականին գեր էր այդ կինը, բացարձակապես չէր շարժվում, լավագույն դեպքում խոհանոցից զալից խոհանոց, ուրիշ ոչինչ չէր անում։ Ես իրան չեմ տեսել դրսում քայլելուց, դրսում ինչ որ դրա համար հենց երևի թե գնում էր խոհանոցից զալ այդ քայլում էր ամիջապես վատ էր զգում, որտեվ ճնշումը բարձրանում էր, որովհետև արյունը չէր հասցնում մատակարար ուղեղը, դրա համար իրեն վատ էր զգում։ Եվ գիտեր, որ դա է խնդիրը, միևնույնն է էլի, դրա համար վախում էր, նստած էր, որ հանկարծ իր մոտ ճնշման տատանումներ չլիներ։ Դրա համար հիմա եղանակը որ փոխվել է, Հայաստանում աշուն է եւ դրա համար էլ հենց այդ պահերը լինում են շատերի մոտ, հատկապես մեծահասակների մոտ։ Համար մի քիչ ավելի պետք է շարժուն լինել, քայլել, եթե ամեն ինչը եվրոպական է Հայաստանում, ինչու այդ այլ եվրոպական չէ, ինչու մինչև 70 տարեկան մարդիկ, ես 70-80 տարեկան կին եմ տեսնում դրսում, ովքեր որ հեծանիվ են վարում։ Դե կարող եք հեծանիվել քշել, ինչու՞ չէ։ Գոնե քայլելը շատ մեծ դեր է խաղում, ոչ թե գնալ այգում նստել, դա իր դերն ունի, բայց այգում քայլելուց հետո նոր նստեք։ Եվ այդ օրը նամակ կարող եք ստանալ միգուցե բժշկականի հետ է կապված, նաև այստեղ ինչ որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք կամ փաստաթուղթ կարող եք ստանալ, ստորագրել փաստաթուղթ, ինչ որ մի բանը ձեզ ցավ է տալու այդ օրը, չեմ կարող հստակ ասել, առողջությանն է վերաբերվում, թե այդ փաստաթղթին։ Նաև հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Եվ այստեղ նաև նորությունը եւս, հա, այդ նամակի հետ է կապված, ինչ որ մի նորություն եք իմանալու։ Իսկ հրեշտակը ձեզ ասում է, հա, բարեկեցության քարտն է սա նշանակում։ Վերջապես դուք կկարողանաք վերականգնել ձեր առողջությունն ու բարեկեցությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 27-ին։
հարգելի այդ եղջյուրներ, այդ օր ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, չեմ կարող հստակ ասել ինչը, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև սեղանի շուրջ եք նստելու, միգուցե դա է, ինչ-որ սեղանի շուրջ ինչ-որ բան է տեղի ունենում, բայց դուք չեք տխրում, դա ուղղակի ձեզ ցավ է տալիս։ Նաև գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, ոմանք սիրային ժամադրություն ունեն, ոմանք նաև պայմանավորվածություն են սիրելի մարդկանց հետ, եւ այստեղ ինչ-որ մեկի տանը առիթ է կամ ձեր տանն է առիթ, մարդիկ եք հրավիրել կամ տան հետ կապված ոչ իրադարձություն է կամ ինչ-որ տունն եք փոխում, այստեղից այնտեղ եք, ինչ-որ ապրանքներ տեղափոխում կամ նաև տուն եք ման գալիս։ Եվ հրեշտակը ձեզ ասում է, սա հանդիսությունների եւ երեկույթների, այդպես կարելի ասել, քարտն է, սա կարևոր անցումային ծեսերի ժամանակն է, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան առիթները, շրջանավարտները, ովքեր որ ավարտում են, կամ նաև որևիցե մի կարևոր տարեդարձ ձեզ համար, որ այդ օրը այդ ժամանակն է։ Գուցե նաև ոմանց մոտ ինչ-որ առիթ կա, ծնունդ կա, այստեղ իրոք դա երևում էր եւ ինչ-որ մի բանը ձեզ մոտ փոփոխվելու է, եկել է այդ ժամանակը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը նորություն կլսեք, տեղեկատվություն, ոմանք նվեր կստանան կամ դուք նվեր կտաք ինչ-որ մեկին, նա կարող է լինել քաղցրավենիք, ծաղիկներ, յուրաքանչյուր բան։ Սեղանի շուրջ եք նստելու, տան հետ կապված այստեղ առիթ է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք, կամ տան հետ ինչ-որ բան եք նշում, միգուցե կամ տուն եք գնում փնտրելու, կամ տեղափոխություն եք անում, եթե ոչ այստեղ առիթ է։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, կարող է ժամ եք պայմանավորվել այդ առիթին գնալու համար, նաև կարող է ուղղակի առիթին լինեք եւ ժամանակին այդքան էլ ուշադրություն չդարձնեք։ Իսկ հրեշտակի խորհուրդը, հրեշտակի քարտը սա գիրք եւ նպատակ է, ձեր ոգևորությունը ձեզ տալիս է այն էներգիան եւ մոտիվացիան, որն անհրաժեշտ է ձեզ համար շատ թանկ եւ նշանակալից նախագծի վրա աշխատելու համար։ Այնպես որ ոգևորված կլինեք եւ կանեք ձեր գործողությունները։ Այնինչ որ ձեր նպատակներին հասնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նայենք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 27-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը կամ առավոտյան վիճում եք ինչ-որ մեկի հետ կամ տուն եք մաքրում, որովհետև այստեղ սպասում եք կարծես թե ձեր սիրելի մարդկան, ձեր սիրելին, ձեր երկրորդ կեսին, այստեղ կամ գնում եք ճանապարհ, այնտեղ եք սպասում, որ գա դիմավորեք, կամ սպասում եք, որ գա ինքը ճանապարհ։ Այստեղ հստակ սպասողական վիճակ է եւ տուն եք մաքրում, թե հիմա ում հետ կամոպատասխանի չգիտեմ, կարող եք նայել եւ ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանները։ Եվ նաև դե կամ հարազատներ են կամ ձեր երկրորդ կեսն է գալիս։ Մի խոսքով ճանապարհ ունեք այդ օրը նաև կարող գնում եք առևտուր անելու եւ ինչ որ մեկը կգա ձեզ մոտ եւ հանկարծ եկի լուր կլսեք այդ օրը։ Եվ մոռացել եմ ձեր հեշտագի խորհուրդը։ Տեսնենք ձեզ ինչ է խորհուրդ տալիս։ Շատ հետաքրքիր կարտ է ընկել։ Պատրաստ եք նորից սիրելու։ Դա ընկել։ Ձեր սիրտը բուժվել է անցյալի վերքերից եւ կրկին բաց է նոր սիրո համար։ Այնպես որ ընդունեք նոր սերը ձեր կյանքը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում, ձկները մի քիչ ուշ են սիրահարվում կամ մի քիչ իրանք ուրիշ մարդիկ են, հա դուք ինքներդ ձեզ լավ գիտեք եւ շատ քչերն են որ կամ լավ լիարժեք սիրահարվում են կամ ձեզ են լավ լիարժեք սիրահարվում ինչ որ մի ձևով պետք է կարողանաք փոխել ձեզ որպեսզի լավ սեր զգաք դիմացինից նույնպես դրա համար ձեզ անհրաժեշտ է նոր սեր այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում